Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր կրկին մեր հյուրն է տոմարագետ Հարագետ Սիլվիա Սիմոնյանը, բարև ձեզ պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր թեման է խորհրդավոր հացն ու գինին տեր կենդանին արտահայտությունը, որը դեռ շատ հնուց հայոց մեջ տարածված է եղել, եւ մենք դրան շատ լավ ծանոթ ենք Սասնածռեր էպոսից, որ յուրաքանչյուր մեծագործություններից առաջ մեր քաջերը, մեր քաջազունները, հայկազունները արել են այս արտահայտությունը, որը կարծես որպես աղոթք է հնչել ի բարձրալը, այդ հացն ու գինին տեր կենդանին։ Պարոն Սիմոնյան, խոսենք այդ հացն ու գինին տեր կենդանին, այդ արտահայտության խորհրդի մասին, որը ակնհայտ երևում է, որ դա աղոթք է, դա կարծես Սուրբ Երրորդության նման մի բան է։ Խոսենք դրա մասին։ Մեծ սիրով։ Հացն ու գինին տեր կենդանին։ Իրոք հայոց մեջ մեր ավանդապատումներում եւ հատկապես Սասնածռեր էպոսում մեր ջոջանստան մեծերը, հերոսները, ջուցազունները սկսած Սանասարից, Բաղդասարից, վերջացրած փոքր մահերով, տարբեր առիթներով, իրավիճակներում, պատասխանատու, քաջագործություններից առաջ, մեծագործություններից առաջ, կարևոր ձեռնարկումներից առաջ, միշտ հնչեցրել են, ոգեկանչել են այդ հացն ու գինին տեր կենդանին։ Իհարկե մենք իմանալով, տեղիկանալով այդ արտահայտությանը եւ տեսնելով, իհարկե Սասնածռեր մեր ջուցածներկությունը, էպոսը շատ հին է, շատ հին է։ Եվ քանի որ մեր նախնի մեծերը, ջուցածուն հերոսները իրենց կյանքում, իրենց հոգևոր աշխարհընկալումներում դա միշտ կիրառել են, այսօր մենք պարտավորված ենք այդ խորհուրդը հասկանալ, բացահայտել, լուսաբանել։ Նախ եւ առաջ նաեւ ես պետք է ասեմ, որ ներկա ժամանակներում, երբ որ քրիստոնեությունը մուտք է գործել, մենք չպետք է մոռանանք նաեւ զուգահեռներ տանենք, որ քրիստոնեական սուրբ գրքում հին ուխտում եւ նորում հացն ու գինու հետ կապված ծիսական արարողությունը նույնպես հիշատակվում է։ Պատարագի ժամանակ։ Այո, նոր ժամանակներում, ուրեմն պատարագի ժամանակ մենք տեսնում ենք, որ օրհնվում է եւ հացը, եւ գինին, եւ որպես սուրբ հաղորդություն հավատացյալներին է մատուցվում, որպեսզի նրանք իրենց հավատքում ավելի կայանան, հաղորդության մեջ գտնվեն եւ կատարելության ուղի բռնած հավատացյալը ուրեմն հասու լինի այդ արժեքներին, Սուրբ Երրորդությանը։ Ուրեմն մենք այդ զուգահեռները կտանենք միանշանակ, բայց նաև մենք պետք է այստեղ չմոռանանք, որ քրիստոնեական սուրբ գրքում կա մի կերպար, հատկապես 5 դետագրանում, որը Աբրահամյան կրոններից առաջ արկա գործող հոգևոր կերպար է։ Քահանայապետ Մելքիսեդեկ։ Այո, Մելքիսեդեկը։ Ուրեմն այդ Մելքիսեդեկը շատ միստիկ, շատ առեղծվածային կերպար է, որովհետև նրա մասին ասվում է, որ նա աշխարհիկ առումով ոչ հայր ուներ, ոչ մայր ուներ, այսինքն նա երկնային հոգևոր զորության, աստվածության մարմնավորում որպես։ Եվ հանձինս Մելքիսեդեկի ուրեմն հիշատակվում է, որ եղել է աստվածապաշտություն, ճշմարիտ աստվածապաշտություն եւ բարձրյալ Աստծո քահանապետ է ճանաչվում Մելքիսեդեկը։ Մենք ինչի ենք հիշում այդ առեղծվածային կերպարին, ներկա թեմայի հետ կապված, որովհետեւ արկա է այնտեղ Մելքիսեդեկի կողմից կատարվող այն ծեսը, որը կատարվում է հացի եւ գինու օրհնությամբ։ Բանից պարզվում է, որ ավելի հին ժամանակներում ճշմարիտ աստվածապաշտություն է եղել,
էլ եթե ճշմարիտ աստվածապաշտություն չլներ, ոնց կարող էր լինել այդ աստվածապաշտության քահանապետի առկայությունը։ Եթե կա քահանապետ, նշանակում է նաև կան հավատացյալներ։ Սա հենց խոսում է նրա մասին, որ շատերը թյուրիմացության մեջ են գտնվում եւ նրանք մտածում են, որ ճշմարիտ աստվածապաշտություն նախքան Մովսես մարգարեն եւ նախքան քրիստոնեության մուտքը չի եղել։ Սովորաբար այդ հին բոլոր պաշտամունքների հետ կապված հիշատակում է, որ եղել է բազմաստվածություն, կռապաշտություն, բնապաշտություն, բայց կարծես թե մոռանում է, որ հնում եղել է ճշմարիտ աստվածապաշտություն։ Եթե հիշատակվում է Բարձրյալ Աստծո քահանապետի Մելքիսեդեկի, նշանակում է այդ քահանապետի առկայությունը խոսում է, որ եղել է ճշմարիտ աստվածապաշտություն։ Եվ ինչ է պարզվում։ Պարզվում է, որ այդ Մելքիսեդեկի քահանապետությունը այլ անուններով արկա էր նաև Եգիպտոսում, հանձինս Հերմես Եռամեծի, արկա էր Հին Հնդկաստանում, հանձինս Մանոյի եւ արկա էր հայոց աշխարհում, հայքում, հանձինս հայք հավատարի։ Եվ մի դրվագ կա, եւ որը հիշատակվում է, որ Աբրահամի հետ կապված, իրողության հետ կապված, Մելքիսեդեկ Աբրահամի հետ Ծեսի իրողության հետ կապված, որ Ահարոնի քահանապետությունը համարվել է ստվերը Մելքիսեդեկի ավելի բարձրակարգ քահանապետության, քահանայնության եւ 10-րդ է վճարել, այսինքն ավելի ցածրակարգ լինելով 10-րդ է վճարել Մելքիսեդեկի քահանայնությանը եւ իր խոնարհումներն է բերել։ Մենք գիտենք, որ Ահարոնի քահանայնությունը իր տոները, ծեսերը ինչ որ կատարում էր լուսնային օրացույցով, լուսնարեգան օրացույցով։ Իսկ Մելքիսեդեկի քահանայնությունը իր բոլոր այդ ծեսերը կատարում էր արեգակնային։ Իսկ մենք գիտենք, եթե մենք ասում ենք հանձինս հայք հավատարի, այդ քահանապետությունը գործել է մեզանում, եւ հայկը որպես ծիրանացանունդ եւ ծիրանագիր արքա եւ հոգեվոր հովիվ առաջնորդ միաժամանակ սրա մասին մեր ավանդույթը առեսօր հիշատակումները պահպանվել են եւ մեզ են հասել։ Եվ մենք ունենք սրբազան արեգակնային տոմար, օրացույց, լեզու, մենք ունենք արևաշունչ հայոց լեզու, մենք ունենք այբուբեն արեգական, մենք համարվում ենք արևի զար, ոչ միայն համարվում ենք, այլ արևի զարն ենք, եւ արևի ծիրանի երկիր, կենաց ծառի երկիր, ծիրանի երկիր, արևային էս հայոց լեռնաշխարհում ենք ապրել, մեր բնորանում։ երկրի արևհյուսակում։ Երկրի արևհյուսակում։ Եվ այստեղ արդեն այս ամենը նկատի ունենալով, մենք նորից վերադառնանք այն արտահայտությանը, հոգևոր, ինչ-որտեղ մոգական, աստվածային ուժի եւ զորության աջակցությունը հայցող այդ արտահայտությանը, որը, ինչպես արդեն նշեցինք, էպոսից հայտնի է, արկա էր մեզանում։ Մենք պետք է ներքին մի ըմբռնմամբ հասկանանք, որ հացը, գինի եւ տեր կենդանին, սրանք երրորդության խորհուրդ են իրենց խորքում պարունակում։ Մեր ներքուստ, ինտուիտիվ, ներըմբռնողական այն զգացումը ունենք եւ այն հասկացումը ունենք, որ սա այս երրորդությունը արևային երրորդություն է, սուրբ երրորդություն է։ Հիմա մենք փորձենք որպես բանալի դա ընդունելով, փորձենք հասկանալ, թե հացը, հացի խորհուրդը, արևի հետ կապված ինչ խորհուրդ է, գինու խորհուրդը արևի հետ կապված դա ինչ խորհուրդ է, եւ տեր կենդանու խորհուրդը արևի հետ կապված ինչ խորհուրդ է։ Մենք այստեղ արևից օգտվելով պետք է եւս մեկ անգամ հիշատակենք,
որ մեր հին հավատքը դա եղել է բարեպաշտություն։ Բարձրյալը ինքը բարի է, եւ բարեպաշտությունը Աստված բարի է։ Բարձրյալը բարի է, Արարիչը բարի է, եւ բարեպաշտություն նշանակում է ճշմարիտ աստվածապաշտություն։ Եվ միևնույն ժամանակ լայն տարածում է ստացել, որ այդ բարեպաշտությունը նաեւ արևապաշտություն է։ Բայց արեգակի պաշտամուն չէ, արևի պաշտամուն։ Իսկ արևը Աստված կյանք է, Աստված լույս է, իսկ արևը ինչ է, հայոց լեզվամտածողում կենաց լույս է։ Այսինքն մեզ որ ասում են արև ենք պաշտել, մենք բարձրալն ենք պաշտել, հանուն հանձինս արևի, մենք բարձրալին ենք պաշտել, ճիշտ է։ Կենաց լույս պաշտվելով, մենք Աստծո պաշտել ենք որպես կյանք, որպես լույս, որպես լույս, ջերմություն, եւ չմոռանանք, որ այդ ամեն ինչը նաեւ բարի է։ Իհարկե կյանքը բարի է։ Միակ բանը, որ մահ չունի, դա կյանքն է։ Կյանքը որտեղից հեռանում է, այնտեղ մահն է։ Ուրեմն այդ ծնունդի եւ մահվան շրջապատույտը որ կա, դա կենաց հոսքի շրջանառությունն է։ Կյանքը մտնում է ծնունդ, տեղի ունենում ծնունդ։ Զարգացում, հասունացում, մահով կյանքը հեռանում է։ Նորից շրջանառություն, ծնունդ, մահ, բայց կենսական այդ կենաց շրջանառությունը ամբողջ տեզերքով, բնությունում միշտ առկա է։ Եվ կենաց բարձրագույն խորհուրդը հենց Աստծո հետ է կապվում, Արարչի հետ է կապվում։ Նաև չմոռանանք, այստեղ մի շատ կարևոր բան։ Հացը ինքը արևային խորհուրդ է։ Մենք կվերցնենք մեր հայոց բանահյուսության ավանդապատումների հետ կապված։ Հացը իմաստնության հետ կապող է։ Մենք գիտենք, որ արևի ճառագայթը, մի ճառագայթը կենսատու է, լուսատու է, ջերմատու է։ Այս տեսանելի կենսատվությունը, լուսատվությունը, ջերմատվությունը որ կա, սա խորհրդանշական առումով հիմք է տալիս այդ լուսատու որակը որ կա արևային, ուրեմն սա կապված է իմաստնության հետ, որովհետև իմաստնությունում չկա խավար, չկա մոտ, դա լույս է։ Ցանկացած գիտելիք իր հետ բերում է լույս է բերում։ Լուսավորչական այդ գործընթացը մարդու մոտ որ սկսվում է, դա գիտելիքների աճ է, զարգացում է, գիտակցության ավելի բարձր մակարդակների ձեռքբերում է եւ սրա ոնց որ ասում են աստվածային ամենաբարձր դրսևորումը իմաստնությունն է, որին հասնելով վերանում են կասկածները։ Կասկածամտությունը առաջանում է անորոշությունից, ոչ լիարժեք գիտությունից։ Եվ բոլոր դժբախտությունների մայրը պատահական չէ, որ գիտությունն է։ Այո։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ հացը ինքը, երբ որ մենք ասում ենք իմաստնության հաց, եւ ոչ պատահական ենք մենք դա ասում, եւ գինին ցորենի հետ է կապված։ Ցորենը, ոսկե հաց ցորենը։ Հացի հետ է կապված։ Հացը ցորենից ենք ստանում։ Այո։ Ամենա լավագույն հացը ցորենից ստացված, ցորենի ալյուրից ստացված հացն է։ Այո։ Ոսկե հաց ցորենից, կարմրած ցորենից։ Այսինքն բնույթով արևային է ցորենը։ Իսկ այսպեսի մի հարց, ինչու է, ասենք, ցորենից ստացված հացը իմաստություն կոչվում։ Սա մենք ամբողջության մեջ պետք է նայենք։ Ամբողջության մեջ պետք է նայենք։ Որպեսզի հասկանալի լինի, հիմա ես ասեմ, ինչու օրինակի համար ընդհանրապես, երբ որ մենք ասում ենք սուրբ երրորդություն, հասնուգինին տեր կենթանին, որ ասում են, մենք պետք է այստեղ հասկանալ, ասեցինք կենսատու, լուսատու եւ ջերմատու, չէ՞։ Լուսատուն լույսի հետ է կապված, չէ՞։ Սա իմաստնության խորհրդանիշ կարող է ծառայել։ Իսկ մեր ցորենը, որ մենք ասում ենք, ինքը արևային խորհուրդ է։ Արևային խորհուրդ է։
այդ հացը որ թխում ենք, մենք սուրբ տան օջախում ենք, չէ՞ թխում։ Այո։ Այդ թխել բառն էլ որ կա, այսինքն այդ ամբողջ արևային այդ հասունացումը, թխումը, գույնի արկայությունը հենց խոսում է, որ այդտեղ զորություն է մտել։ Հիմա պարզ կդառնա հետագա շարադրանքից, ուրեմն մենք դրան ասում ենք, որ իմաստնության հաց։ Լույս, իմաստնություն, ասում ենք իմաստնության հաց։ Եվ գինին ինքը լրացուցիչ բացահայտում է հետևյալը։ Մենք գիտենք, որ սովորաբար գինին կարմիր է լինում։ Այո։ Որթե տունկը խաղողը նույնպես արևային է։ Խաղողի այգի, որ ասում ենք, այգի բառն էլ էլի արևային խաղորդի հետ է կապված։ Խաղողից մենք ստանում ենք գինի։ Եվ գինին սիրո խորհուրդ է։ Մենք ասեցինք, որ այդ կենսատու, լուսատու և ջերմատու որ կա, եթե առօրյա աշխարհիկ պայմաններում այդ ջերմությունը բերում է ընդարձակում, չէ՞։ Հոգևոր առումով այդ ջերմությունը սերն է։ Հոգին ջերմացնողը դա սերն է, սիրո արկայությունն է։ Իսկ երբ որ գինի ենք մենք ամբողջ, հասկերույթների ժամանակ հասնում գինին միշտ արկա է, ավանդական հասկերույթների ժամանակ, անպայման մենք տեսնում ենք, որ գինին եւ որ մարդիկ վայելում են, ճաշակում են, նրանց հետ որոշակի փոփոխություն է։ Նրանք ավելի բացվում են, նրանք ավելի իխորոց սրտի սկսում են արտահայտվել։ Հոգին բացվում է։ Այո։ Տրամաբանությունը, քննադատությունը, կարծես ամեն ինչ երկրորդ պլան է գնում։ Սերը, հարգանքը, ջերմությունը առաջնային է դառնում։ Սա մեզ օգնում է հասկանալ, որ գինին ինքը սիրո խորհուրդ է, հոգևոր առումով, խորհրդանշում։ Հացը իմաստնության հացը, և այստեղ նաև կենաց խորհուրդ, տերը, Տեր կենդանի։ Այդ տերը ճշմարտության խորհուրդ ունի, տերը հասկացողությունը, Աստծո խորհուրդ ունի, տերը, եթե Աստված տեր չլինի, արարիչը տերունական այդ խորհուրդը իր մեջ չունենա, այսինքն ճշմարտության հետ մենք գործում ենք, իսկ ճշմարտությունը այն է, այն ինչ է, բացարձակ լինելության խորհուրդ է։ Այստեղից արդեն փոխադարձաբար համակարգի ամբողջության մեջ մենք տեսնում ենք, որ սերը, իմաստնությունը և ճշմարտությունը արկա է հասնում գինին տեր կենդանին այդ ամբողջ երրորդության խորհուրդով։ Սեր, իմաստնություն, ճշմարտություն։ Եվ նաև պարզվեց, երբ որ զուգահեռներ մենք տարա, պարզվեց, որ սա արևային սուրբ երրորդության խորհուրդ ունի, որովհետև ոսկեհաց Սորեն, որի ուրեմն հայ մարդու սուրբ օջախում թխվում է հացը, խաղողից մենք ստանում ենք գինին, Սերը, այո, և այս երկուսի արկայությունը, այսինքն իմաստնության, սիրո արկայությունը մեզ ստանում է դեպի ճշմարտություն։ Շատ հետաքրքիր է, ուրեմն իսլամում, հուդայականության մեջ, սուրբ երրորդության խորհուրդը այնպես, ինչպես որ քրիստոնեության մեջ արկա է, չկա։ դե նրանք լուսին են պաշտում։ Շատ լավ հիշեցրեցիք, Աստծո լուսնապաշտական կերպարը զուրկ է երրորդությունից։ Ջերմություն չի գալիս։ Զուրկ է երրորդությունից, իսկ Աստծո արևապաշտական կերպարը, կերպարի հիմքում արևային սուրբ երրորդությունն է։ Այստեղ, որպեսզի ավելի հասկանալի լինի, մենք գիտենք, որ մեր հին ճշմարին հավատքից, բարեպաշտությունից,
արևապաշտությունից, շատ բաներ անցել են, ուտք են գործել, առաքելական եկեղեցի, տոներում, ծեսերում, խորհուրդներում եւ այլն։ Մի վառ վկայություն։ Գրիգոր Տաթևացու գիրք հարցմանցից մենք տեղեկանում ենք գիրք հարցմանցից հարց է տրվում, թե ինչու Արեգակը պաշտում է որպես Աստված։ Հետաքրքիր է քրիստոնեության հետ Սուրբ Գրիգոր Տաթևացին ինչպես է սարսի պատասխանում։ Ասում է Արեգակը իր ամբողջության մեջ խորհրդանշում է հորը, երկնային հորը։ Երկու ճառագայթները, դեղինը եւ սպիտակը, դեղինը խորհրդանշում է որդուն եւ սպիտակը Սուրբ Հոգուն։ Եվ մենք տեսնում ենք, որ սա, եթե Գրիգոր Տաթևացին այսպիսի մեկնություն է տալիս, մենք անպայման տեսնում ենք, որ սա շատ հանուց է գալիս։ Այսինքն այն ճշմարիտ հավատքը նախաքրիստոնեական շրջանում, որ արկա է հայոց մեջ եւ մենք առիթը օգտագործելով միշտ հիշատակել ենք Հայ Գնահապետից մինչև Սոսանավեր Անուշավան հայոց աշխարհում եղել է ճշմարիտ աստվածապաշտություն։ Հնախոս Ինչիչյանին ենք հիշատակել, Մխիթարյան միաբանության վարդապետներին, Հովհաննես Իմաստասելուին ենք մեջ բերել, որ Մովսես Մարգարեից առաջ Աստվածատուր տոմարը Հայ Գնահապետի միջոցով է տրվել մարդկությանը։ Ուրեմն Գրիգոր Տաթևացին էլ որ ասում է Արեգակը իր ամբողջության մեջ խորհրդանշում է հորը, այդ երկու գույներով լույսերը որ կա, դեղինը ուրեմն որդին է, սպիտակը որպես ծնունդ որդին է եւ որպես բխում, հորից բխում Սուրբ Հոգին է։ Ուրեմն արևային Սուրբ երրորդություն մենք տեսնում ենք ներքին ճշմարիտ հավատքում եւ տեսնում ենք քրիստոնեության մեջ Գրիգոր Տաթևացու մեկնություն։ Սա շատ խրախուսող, ոգեշնչող, հուսադրող մոտեցում է ճշմարիտ հինը եւ ճշմարիտ նորը ճիշտ ներկայացնելու, որովհետեւ Արջևում մենք գիտենք դուր ժամանակներ են գալիս։ Արևային ժամանակներ։ Արևային քաղաքակրթություն է Արջևում սպասվում։ Հիմա խմորումների բուռն ժամանակներ են, կատակլիզմներ, պատերազմներ, ավերածություններ, հազար մի անսպասելի կատակլիզմներ, իրադարձություններ, կորուստներ, մարդկային կորուստներ, բնության աղետներ, երկրաշարժներ, չի բացառվում նաև հրաբուխ եւ այլն։ Ջրհեղեղ, շատ բաներ է սպասվում։ Այս խմորումներից հետո մենք նույնպես անդրադարձ ենք կատարել այս սուտ ու փուչ սև դարաշրջանը ավարտին է հասնելու եւ առջևում սպասվում է տիեզերական գարուն։ Այո։ Ջերոսի դարաշրջան է սկսվելու։ Այդ տիեզերական գարունն էլ որ կա, ուրեմն տիեզերական զատիկ պետք է լինի։ Գառնանամուտի զատիկը, վերջերս զատիկ է նշում։ Այդ զատիկն էլ որ պատարակը արվում է զատկական, չէ, եկեղեցիներով, մենք տեսնում ենք պատարագու այդ հաղորդության համար հացն ու գինին օրհնվում են եւ սուրբ հաղորդության բանը։ Ուրեմն տիեզերական այդ գարունը որ արժևում է, որ պետք է գա, այդ զատիկը նույնպես այս հասն ու գինին տեր կենթանին առավել խորքային ճիշտ հասկացողությամբ ամբարնումով սա արդեն նոր շունչ պետք է ստանա նոր ժամանակներով։ Այստեղ չմոռանալ նաև հիշատակել, որ ավելի հին ժամանակներում Ավեստայից եւ Վեդաներից առաջ ուրեմն արկա էր հավիտյան խրատը հայոց աշխարհում, որը նաև ներկայացնում է աստվածային ուրեմն իմաստնություն։ Ռուսերեն դա հասկանալի դառնալու համար Ջավիդյան խիրատը ներկայացնում են Вечная мудрость։ Ուրեմն այդ հավիտյան խրատից խրատը որպես աստվածային իմաստնություն ճյուղավորվեց Հնդկաստանում վեդաների տեսքով արտահայտվեց
Արտկաստանում ավեստայի միջոցով։ Մեզանում դա հավիտյան խարատ է կոչվել։ Սա ինչի ես հիշեցի։ Եղել է արևային քաղաքակրթություն, ոսկե դարաշրջան։ Դրանից հետո հնդկական քաղաքակրթություն հայտնի է, արկա է, պարսկական հին քաղաքակրթությունը, եգիպտական ասորաբաբելական քաղաքակրթություն, հաջորդաբար արդեն մենք գիտենք հունա-հռոմեական քաղաքակրթությունը եւ ներկայումս արևմտյան եվրոպական քաղաքակրթություն։ Այս շղթան սկիզբը ոսկե դարաշրջանում արևային քաղաքակրթություն կա, նորից նոր ժամանակներում արևային քաղաքակրթություն հավերժ վերադարձի օրենքով նորից պետք է կյանքի կոչվի։ Ես մոնղոլական ցեղի հետ կապված, նեգրական ցեղի հետ կապված այդ եւ ավելի հին ժամանակների հետ կապված հիշատակեցի, այն ինչ որ հիշատակեցի քաղաքակրթությունների համար։ Սա հիմնական արիական քաղաքակրթությունների հաջորդական, ուրեմն մենք ինչ որ գիտենք պատմությունից, մեզ է հասել ավանդություններով, հիշողությունով։ Եվ այս երբ որ հիշատակեցինք մոտ ապագայում սպասվող արևային քաղաքակրթությունը ինքը իրեն չպետք է դա։ Մենք պետք է, ոնց որ ասած, պատրաստությունը ունենանք։ Մեր առաքելությունը ինչ պետք է լինի, եթե մենք մասնակից չանենք այսպես դարաշրջանի նոր ժամանակների, մենք մեր առաքելությամբ պետք է հանդես գանք։ Մեր բարեպաշտությամբ պետք է։ Մեր բարեպաշտությամբ, մեր արժե համակարգով եւ կա մի քյուր իմացություն այս նոր ժամանակներում բոլոր հին ազգերը, քաղաքակիրթ ազգերը որ կա, նոր ժամանակներում պետք է ծաղկունք ապրեն։ Շատերին թվում է, թե ազգերը պետք է վերանան, անհետանան, կորչեն։ Ոչ։ Ուրեմն արարչագործությունը այդ բոլոր խորհուրդները երկիր մոլորակի վրա իրենց տեղանքի հետ կապված, կլիմայի հետ կապված, բնույթի հետ կապված, մարդիկ լեզուները տարբեր են, ամեն մեկը իր ազգային մշակույթով, իր լեզվով, իր հոգևոր, մտավոր, լեզվամտածողությամբ, ունակություններով պետք է այս գարնանը որպես ծաղկունք, մի ծաղկով գարուն կգա, չի գա, մի այդպես անհասկանալի կոսմոպոլիտ մարդատեսակով տիեզերական գարուն կգա։ Այդ կոսմոպոլիտիզմը տիեզերական գարնանը հեչ պետք չի։ Տիեզերական գարնանամուտին բոլոր ազգերը հիմնական պետք է իրենց ծաղկունք ունենան, իրենց մշակույթները պետք է ծաղկեն եւ իրենց ներդրումը պետք է ունենան։ Մենք առիթը օգտագործելով ասել ենք, որ մեր առաքելություններից մեկն է մեր հայրենիքը, հայկական բարձրավանդակը, լեռնաշխարհը, մեր գլխով անցածը, այդ ինչ որ մենք անցել ենք, հնարավորություն են տալի նոր ժամանակներում, որպեսզի մենք կարևոր մի դերակատարում ունենանք։ Այգաբերի առաքելություն։ Առանց այգաբերի առաքելության տիեզերական գարունը այս պայմաններում չի։ Մենք գիտենք, որ հայ ազգը աշխարհասփյուռ ազգ է։ Նոր ժամանակներում մեր բոլոր գաղթօջախներում հիմա գիտատեխնիկական այս նոր նվաճումները հնարավորություն են տալի կապը պահպանվել, հաղորդվել եւ այս ինչ որ մեր օրերում բացահայտվում է մեր ավանդական արժեքների հետ կապված օրի առաջիկա մի քանի սերունդի ընթացքով պետք է այս ամենը արդեն հասանելի դառնա բոլոր աշխարհասփյուռ հայությանը եւ իրենք ամեն մեկը իր տեղում եւ հատկապես մեր բնորանով հայությունը իրենք այստեղ պետք է կարողանան վարել այն կրակը եւ իր հետևից տանել մյուսներին, հա։ Այո, այդ կայծը
այստեղից պետք է լինի եւ այդ բռնկումը, այդ բոցը պետք է տարածվի աշխարհասփյուր հայության միջոցով ամեն օր։ Առանց հայության այս առաքելության, ճիշտ ասած, թող սա համարվի իմ անձնական կարծիքը, առանց հայության այս աշխարհը այգաբերի առաքելությունը չի կատարել, որովհետև հայ ազգը, ասեցինք, արևի զառն է, ինչ արևային քաղաքակրթություն առանց արևի զառմի ներկայության, առանց արևի զառմի առաքելության, այդպիսի բան հնարավոր չէ։ Իր արևաշունչ լեզվով, իր արևային ամբողջ մշակութային արժեհամակարգով, դա հնարավոր չէ։ Ուրեմն մենք պետք է մեր ներդրումը ունենալ, մեր առաքելությունը պետք է կատարել։ Ժամանակները փոխվում են, նոր ժամանակներ են գալիս։ Հասն ու գինին տեր կենդանին շատ մեծ խորհուրդ է։ Մտածել, որ այս մի հաղորդումով մենք կսպառենք այդ խորհուրդը, դա ճիշտ չի լինի։ Մենք գիտենք, որ այս հացի հետ կապված, քաղաքակրթության հետ կապված, արևային քաղաքակրթության հետ կապված, մենք գիտենք արևմուտքում, Ամերիկայի մայրցամաքի հետ կապված, այնտեղ ցորենի մշակույթ չի եղել։ Այնտեղ մայիսի, այսպես ասած, եգիպտացորենի մշակույթ է եղել։ Եգիպտացորեն են կերել։ Մի քիչ արևելք են գնում Չինաստան, չէ, Հնդկաչի եւ այլն։ Բրնձի մշակույթ։ Բայց այս արիական մշակույթը, այս բնորանը քաղաքակրթության, արիական քաղաքակրթության այդ արմատը բնորանը ցորենի մշակույթի բազայի վրա է։ Սա չպետք է մոռանալ։ Եվ վայրի ցորենի բնորան է համարվում հայոց աշխարհը։ Նաև Ծիրանի երկիր է հայոց աշխարհը։ Մենք խոսել ենք դրա մասին, որ այն առաջնային բնորաններից մեկն է, ոչ երկրորդական, որպես Ծիրանի երկիր հայոց աշխարհը, որպես ցորենի երկիր հայոց աշխարհը, որպես այդ հին պեղումները ցույց են տալի Արենի եւ այլն, որ հին ժամանակներից այստեղ խաղող է մշակվել, խաղող է մշակվել, եւ մեր հայկյան սրբազան տոմարով նոր ժամանակներում մենք հասնուգինին տեր կենդանին այս խորհրդի հետ կապված Ծիրանը տեր կենդանու կենաց ծառի որպես պատող, իմաստնության հետ կապված սորեն հացորդնեք, իմաստնություն, խաղող գինի, սիրող խորհուրդ խաղողորդնեք, մենք տեսնում ենք ծիրանորդնեք, խաղողորդնեք և հացորդնեք, ամբողջացնում է իր մեջ նաև այդ սուրբ արևայի խորհուրդը։ Աստորեն, մենք մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ, այսինքն ոչ թե վերցրել են, դա մեզ տրված է այգաբերի առաքելությունը, այսինքն ամեն ինչ մեզ վրա է դրված, պաստորեն, այդ կրակը վառել է, այդ գոնե կայծը տալը, հա։ Ես այսպես կասեի, ցանկացած սեր բուսական աշխարհում, կենդանական աշխարհում եւ որպես մարդատեսակ սեր իր մեջ ի վերուս տրված է մի բան, այսինքն նախախնամության, նախասահմանության, այն ինչ որ քո մեջ ծերնային վիճակում, սառնային վիճակում կա, որպես հնարավորություն, որպես ընդունակություն, չէ՞, դա պետք է դրսևորվի, արտահայտվի։ Եվ այստեղ ոչ թե հատուկ պարտավորությունը, դա մեր խորքային էությունից է գալիս, մեր տեսանից է գալիս, մեր բնորանից է գալիս, մեր բնույթից է գալիս։ Եվ սա է պարտավորեցնում։ Ինքնաճանաչումը մեզ ստանում է, որ մենք ինքնաճանաչումի չնշում, որ մենք ավելի խորքային մեր ծնունդի հետ կապված, մեր առաքելության հետ հասու ենք լինում եւ տեսնում ենք, որ
ամեն մի ազգի ինչ որ մի գործում ինքը մի առաքելություն ունի։ Մենք էլ տեսնում ենք, որ այս մի գործը շատ կարևոր գործ է որ կա։ Այս գործը մենք ժամանակին իրականացնել ենք։ Ուրեմն հիմա էլ կարող ենք Հիմա էլ այդ ենթագիտակցական գենետիկ մակարդակով այդ ինչ որ պետք է նոր ժամանակներում անել, խորտ չի մեզ համար։ Օրինակի համար սոխակը որ երգում է, հատուկ նա կոնսերվատորիայի դասընթացներ է անցնում։ Իհարկե որ դայլանում է։ Ուրեմն մի բան կա, որ մեր բնույթից, արևային բնույթից ելնելով մենք կարող ենք անել։ Եվ հատուկ դրա համար արևմուտքից, չգիտեմ որտեղից, հատուկ դասընթացներ անցնել եւ այլն։ Ընդհակառակը, դա մեր խորքային բնույթից է գալիս։ Դա մեր մեջ է։ Մեր խորքային հիշողությունից է գալիս գենետիկ եւ նոր ժամանակներում ուրեմն լույս աշխարհի հետ, ոգեղեն աշխարհի հետ հաղորդությունը սկսում է ավելի օրի վրա, այս հաղորդությունը ավելի արդյունավետ է դառնում եւ մշտական է դառնում։ Եվ դա մեզ կարող է ոնց որ փարոսի լույսով առաջնորդվում է, այս հաղորդության հացով, գինով եւ տերկենթանիով, սա հաղորդության միջոց է, կապի միջոց է, լույս աշխարհի հետ, աստվածային ոլորտի հետ, որ մենք պետք է իրականացնենք այդ առաքելությունը։ Շնորհակալություն, Հասն ու գինին Տեր կենթանի։ Հասն ու գինին Տեր կենթանի։ Սիրելի հայրենակիցներ, Հասն ու գինին Տեր կենթանի։ Այո։